Երբ ՊԱԿ-ի սպաները մտան Հրաչյա Ներսիսյանի տուն 1961 թվականի մայիսի 28-ին, նրանք գիտեին փնտրում են ապացույց։ Բայց ինչ գտան, դա գերազանցեց նույնիսկ նրանց ամենամռայլ ենթադրությունները։ Գրասեղանի գաղտնի դարակում երկու կեղևի միջև թաքնված ընկած էր մի տետր, գրված ձեռքով, որի յուրաքանչյուր տող կարող էր ոչնչացնել ամբողջ ընտանիքը։ Այդ էջերում ազգային հերոսը, ով բեմից ժպտում էր միլիոններին, խոստովանում էր իր իսկական մտքերը համակարգի մասին, որը նրան դարձրել էր պատկեր։ 30 տարի այդ տետրը թաքցվեց պետական արխիվներում, դասակարգված որպես հատուկ պահպանման ենթակա։ Ինչու էր այդքան վտանգավոր մի մարդու անկեղծությունը։ Ով էր վախենում, որ ժողովուրդը իմանա իր կուռքի իսկական ցավը։ Ինչպես էր հնարավոր, որ մեծագույն դերասանը, ում ձայնը հնչում էր ամբողջ խորհրդային միությունում, ապրում էր որպես գերի իր սեփական տանը։ Հրաչյա Ներսիսյանը չէր ծնվել աստղ։ Նա ծնվել էր 1919 թվականին Թիֆլիսում, մի ընտանիքում, որտեղ հացը հաշվում էին կտորներով։ Հայրը պարզ արհեստավոր, մայրը տնային տնտեսուհի, ով երազում էր, որ որդին կդառնա ինժեներ կամ բժիշկ, բայց փոքրիկ Հրաչյան ուներ այլ երազանք։ Երբ նա առաջին անգամ տեսավ թատրոնը 12 տարեկանում, նա հասկացավ՝ սա է իր ճակատագիրը։ Բեմի լույսերը, դերասանների ձայները, հանդիսատեսի շնչառությունը, ամեն ինչ թվում էր մի աշխարհ, որտեղ նա պատկանում էր։ Բայց ճանապարհը դեպի փառք էր անցնում ոչ թե կարմիր գորգերով, այլ քարքարոտ ու արյունոտ արահետներով։ Երբ նա 16 տարեկանում հայտարարեց ընտանիքին, որ կգնա Երևան, ընդունվելու թատերական ինստիտուտ, հայրը 3 օր չխոսեց նրա հետ։ Մայրը լաց էր լինում գիշերները, աղոթելով, որ որդին վերադառնա իմաստության ճանապարհին։ Բայց Հրաչյան արդեն գնացել էր։ Երևանում նրան սպասում էր ոչ թե փառք, այլ սովածություն։ 1936 թվականը Հայաստանում էր տարի, երբ երիտասարդները երազում էին ոչ թե բեմի մասին, այլ ուտելիքի։ Հրաչյան ապրում էր ընկերների հետ մի փոքրիկ սենյակում, որտեղ ջուրը սառչում էր ձմռանը, իսկ ամռանը անհնար էր շնչել տապից։ Նա աշխատում էր օրը, բեռնափոխադրող, իսկ երեկոները սովորում էր դերեր։ Նրա ձեռքերը ծածկված էին կոշտուկներով, բայց երբ նա բարձրանում էր բեմ, այդ ձեռքերը վերածվում էին արքայի ձեռքերի։ Դասախոսները նկատեցին նրան անմիջապես։ Այս երիտասարդը ուներ ինչ-որ բան, ինչ չէր կարելի սովորեցնել, ներքին կրակ, որը վառվում էր նույնիսկ ամենամութ պահերին։ Բայց համակարգը չէր սիրում կրակները, որոնք չէր կարող վերահսկել։ Արդեն առաջին կուրսում Հրաչյային կանչեցին հատուկ զրույցի, պարզաբանելու, թե ինչու է նա ընտրել մի դեր, որը չափազանց ազատամիտ էր համարվում։ Նա սովորեց ժպտալ եւ ճակատ տալ, բայց ներսում արդեն սկսեց աճել այն դառնությունը, որը տասնամյակներ հետո կգտնեին այդ գաղտնի տետրում։ 1940 թվականին, երբ նա ավարտեց ինստիտուտը, աշխարհը այրվում էր պատերազմում։ Հրաչյան ուզում էր գնալ ճակատ, բայց նրան թողեցին Երևանում, ծառայելու ժողովրդին այլ կերպ։ Նրան նշանակեցին Սունդուկյանի անվան թատրոն, եւ այնտեղ նա սկսեց խաղալ դերեր ոչ հոդվածներ պաշտոնական թերթերի համար, այլ իր իսկական մտքերը։ Նա գրում էր գիշերները, երբ կինը քնած էր, երբ փողոցները լուռ են, երբ միայն լուսինը տեսնում է նրա արցունքները։ Նա գրում էր այն մասին, թե ինչպես է զգում իրեն որպես կեղծիք, ինչպես է ատում համակարգը, որը նրան դարձրել է ժպտացող դիմակ։ Նա գրում էր այն մասին, թե ինչպես է երազում մի օր ազատ լինել, խոսել ճշմարտությունը, խաղալ այնպես, ինչպես իր սիրտն է ուզում, ոչ թե այնպես, ինչպես պատվիրված է վերևից։ Այդ տետրը դարձավ նրա խոստովանագիրքը, նրա գաղտնի ապստամբությունը։ Բայց գաղտնիքները չեն մնում գաղտնիք հավերժ։ 1961 թվականի գարնանը, երբ Հրաչյան էր 51 տարեկան, ինչ-որ մեկը զեկուցեց։ Գուցե դա եղել է նախանձող գործընկեր, գուցե վախեցած ընկեր, գուցե պարզապես պատահական հանդիպում սխալ մարդու հետ։ ՊԱԿ-ը սկսեց հետաքննություն։ Նրանք չէին շտապում, նրանք սպասեցին ճիշտ պահին։ Մայիսի 28-ին, երբ Հրաչյան էր թատրոնում, նրանք մտան նրա տուն։ Կինը, Արմենուհին, փորձեց դիմադրել, բայց ինչ կարող էր անել մի կին 4 սպաների դեմ։ Նրանք շրջեցին ամեն անկյուն, բացեցին ամեն դարակ եւ վերջապես գտան այն, ինչ փնտրում էին։ Տետրը, որը պարունակում էր վտանգավոր ճշմարտությունը։ Երբ Հրաչյան վերադարձավ տուն, նրան սպասում էր ոչ թե ընտանիքը, այլ 2 մարդիկ մութ հագուստներով։ Նրանք ասացին միայն մի նախադասություն. «Պետք է մեզ հետ գաք»։ Ինչ տեղի ունեցավ այդ գիշեր հարցաքննության սենյակում։ Ինչպիսի հարցեր տվեցին նրան, ինչպիսի սպառնալիքներ արեցին։ Արխիվները լռում են, բայց մարդիկ, ովքեր տեսան Հրաչյային հաջորդ օրը, ասում են, նա փոխվել էր։ Նրա աչքերում այլևս չկար այն կրակը, որը վառել էր տասնամյակներ։ Նա դարձել էր ստվեր, շարժվող մարմին առանց հոգու։ Տետրը խլեցին,
բայց ավելի վատը, խլեցին նրա վերջին հույսը, որ երբևէ կարող է լինել ազատ։ Նրան ասացին, որ եթե նա լռի, եթե շարունակի խաղալ իր դերերը, եթե մոռանա այն, ինչ գրել է, ապա նրան կթողնեն խաղաղ։ Բայց եթե նա խոսի, եթե փորձի պատմել ուրիշներին, ապա ոչ միայն նա, այլև նրա ընտանիքը կվճարի գինը։ Հրաչյան ընտրեց լռությունը, բայց այդ լռությունը յունը սկսեց ուտել նրան ներսից։ Հաջորդ տարիներին Հրաչյա Ներսիսյանը շարունակեց խաղալ, շարունակեց ժպտալ կամերաների առջև, շարունակեց ստանալ մրցանակներ եւ պատվոգրեր։ Բայց նրան ճանաչողները նկատում էին փոփոխությունը։ Նա դարձել էր ավելի լուռ, ավելի հեռավոր։ Երբ հարցնում էին, թե ինչու է այդքան տխուր, նա պատասխանում էր. «Տարիքը, ընկերներ, տարիքը»։ Բայց իրականում դա չէր տարիքը։ Դա էր մայր ցավը, իմանալու, որ քո ամենաանկեղծ մտքերը, քո ամենաթանկ խոստովանությունները պահված են մի սառը արխիվում, որտեղ դրանք կարդում են անծանոթ մարդիկ եւ դատում քեզ։ Դա էր ցավը, ապրելու որպես կեղծիկ, երբ քո ներսում գոռում է ճշմարտությունը։ Հրաչյան սկսեց խմել, ոչ շատ, ոչ այնպես, որ նկատելի լիներ, բայց բավական, որպեսի թմրացնի ցավը։ Նա սկսեց խուսափել մարդկանցից, նույնիսկ ընտանիքից։ Նա անցկացնում էր ժամեր իր աշխատասենյակում, նայելով պատին եւ մտածելով այն տետրի մասին, որ այլևս իրենը չէր։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ 1965 թվականին, երբ Հրաչյան էր 56 տարեկան, նրան կանչեցին եւս մի զրույցի։ Այս անգամ նրան ասացին, որ պետք է մասնակցի մի հատուկ ներկայացման, որը նվիրված կլինի համակարգի փառքին։ Նրան տվեցին տեքստ, որը պետք է արտասաներ, տեքստ, որը գովաբանում էր այն ամենը, ինչ նա ատում էր։ Հրաչյան կարդաց այն եւ զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը շրջվում։ Նա փորձեց հրաժարվել, ասելով, որ հիվանդ է, որ չի կարող։ Բայց նրան հիշեցրին այն զրույցը 1961 թվականից։ Նրան հիշեցրին, որ նա ունի ընտանիք, որ նա ունի ապագա։ Հրաչյան հանձնվեց։ Նա բարձրացավ բեմ եւ արտասանեց այն տեքստը, յուրաքանչյուր բառ զգալով որպես դանակի հարված իր սեփական հոգուն։ Հանդիսատեսը ծափահարեց, պաշտոնյաները գոհ էին, բայց Հրաչյան իմացավ նա վերջապես կորցրել է իրեն։ Ինչպես կարող էր մի մարդ ապրել այսպես։ Ինչպես կարող էր նա շարունակել ժպտալ, երբ նրա ներսում ամեն ինչ մեռած էր։ Ո՞վ էր իրականում Հրաչյա Ներսիսյանը, աստղը, որին սիրում էին միլիոնները, թե գերին, որը ապրում էր իր սեփական տանը։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այդ տետրում, որը այդքան վախեցրեց համակարգին, որ նրանք պահեցին այն 30 տարի թաքնված։ Ինչ ճշմարտություններ էր բացահայտել ազգային հերոսը, որոնք չէին կարող տեսնել լույսը։ Եվ ամենավատագույնը, քանի հոգի էին ապրում նույն ճակատագիրը, քանի դերասաններ, գրողներ, արվեստագետներ էին ստիպված ժպտալ, երբ նրանց հոգիները լացում էին։ Երբ Հրաչյա Ներսիսյանի անձնական վարորդը, 67-ամյա Գևորգ Սարգսյանը, որոշեց խոսել 1996 թվականին, նա գիտեր, դա կարող էր արժանալ նրա կյանքին։ Բայց խղճի ծանրությունը դարձել էր անտանելի։ Նա նստեց թերթի թղթակցի առջև եւ սկսեց պատմել այն, ինչ տեսել էր 30 տարի առաջ։ Ես վարում էի նրա մեքենան 12 տարի, ասաց Գևորգը դողացող ձայնով։ Եվ ես տեսա այն, ինչ ուրիշները երբեք չտեսան։ Ես տեսա, թե ինչպես էր նա լացում հետևի նստատեղում, երբ մենք հեռանում էինք պաշտոնական միջոցառումներից։ Ես տեսա, թե ինչպես էր նա խմում ուղիղ շշից, թաքցնելով դեմքը թերթով, որպեսզի ոչ ոք չնկատի։ Բայց ամենավատը եղավ 1961 թվականի հունիսին, երբ մենք հրադառնում էինք այն սարսափելի գիշերից։ Նա նստած էր լուռ, նայելով պատուհանից, եւ հանկարծ ասաց ինձ. «Գևորգ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պետք է իմանաս, ես երբեք չեմ ուզել դավաճանել իմ ժողովրդին»։ Նրանք ստիպեցին ինձ ընտրել ընտանիքիս եւ ճշմարտության միջև։ Այդ խոստովանությունը հրապարակվեց փոքրիկ անկախ թերթում, որը գոյություն ուներ միայն 3 ամիս, նախքան խմբագիրը հանկարծակի փակեր այն։ Բայց մի քանի 100 մարդ կարդացին այդ հարցազրույցը, եւ նրանք սկսեցին հարցեր տալ։ Ինչու էր վարորդը սպասել 35 տարի, որպեսի խոսի, ինչ էր նա վախենում այդքան ժամանակ։ Եվ ամենակարևորը, ինչ էր իրականում տեղի ունեցել այն գիշերը, երբ Հրաչյա Ներսիսյանը վերադարձավ տուն եւ գտավ իր կյանքը շրջված ներսից դուրս։ Հրաչյա Ներսիսյանի կյանքում կային 3 կանայք, բայց միայն մեկը գիտեր նրա բոլոր գաղտնիքները։ Առաջինը եղավ նրա դպրոցական սերը, Նվարդ Հովհաննիսյանը, աղջիկը, ում հետ նա երազում էր փախչել Թիֆլիսից եւ սկսել նոր կյանք։ Բայց Նվարդի ծնողները չթույլատրեցին իրենց դստերը ամուսնանալ թատերական թափառականի հետ, եւ նա ստիպված եղավ ամուսնանալ մի հարուստ վաճառականի հետ։ Հրաչյան երբեք չմոռացավ նրան, եւ երբ նրանք պատահաբար հանդիպեցին 40 տարի անց, Նվարդը տեսավ նրա աչքերում նույն ցավը։ Երկրորդը եղավ Արմենուհի Գրիգորյանը, կինը, ում հետ նա ապրեց 28 տարի եւ ում հետ ունեցավ 2 երեխա։
Արմենուհին էր այն կինը, ով կանգնած էր նրա կողքին բոլոր պաշտոնական միջոցառումներում, ով ժպտում էր լուսանկարիչներին եւ խոսում էր այն մասին, թե որքան երջանիկ են իրենց ընտանիքում։ Բայց տանը, երբ դռները փակվում էին, Արմենուհին դառնում էր լուր ստվեր, ով վախենում էր հարցեր տալ, վախենում էր իմանալ ճշմարտությունը։ Նա ընտրել էր անտեսել ամիսներ, երբ Հրաչյան չէր գալիս տուն գիշերները, անտեսել հոտը օղու եւ օտար օծանելիքի, անտեսել այն, որ նրա ամուսինը դանդաղորեն մեռնում էր ներսից։ Երրորդը եղավ Սիրանուշ Մկրտչյանը, երիտասարդ դերասանուհին, ով եկավ թատրոն 1963 թվականին եւ անմիջապես գրավեց Հրաչյայի ուշադրությունը։ Սիրանուշը չէր նման ուրիշ կանանց։ Նա էր 24 տարեկան, երբ առաջին անգամ տեսավ Հրաչյա Ներսիսյանին բեմում, եւ նա զգաց ինչ-որ բան, ինչ չէր զգացել երբեք։ Ոչ թե սովորական երկրպագություն, այլ խորը ճանաչում։ Կարծես նրանք ծանոթ էին նախկին կյանքից։ Երբ նրանք սկսեցին միասին փորձեր անել մի նոր ներկայացման համար, Հրաչյան գտավ նրա մեջ ինչ-որ բան, ինչ կորցրել էր տարիներ առաջ՝ հասկացողություն։ Սիրանուշը չէր դատում նրան, չէր հարցնում անհարմար հարցեր, պարզապես լսում էր։ Եվ Հրաչյան առաջին անգամ տասնամյակներ սկսեց խոսել։ Ոչ ամեն ինչի մասին, ոչ այն տետրի մասին, որը խլել էին, բայց բավական, որպեսզի Սիրանուշը հասկանար, այս մարդը ապրում է դժոխքում։ Նրանց հարաբերությունը չէր սեքսուալ, չնայած բոլորը կարծում էին հակառակը։ Դա էր ավելի խորը, ավելի վտանգավոր, հոգևոր կապ, որը սպառնում էր քանդել այն պատերը, որոնք Հրաչյան կառուցել էր իր շուրջը։ Նրանք հանդիպում էին գաղտնի տեղերում, փոքրիկ սրճարաններում, քաղաքի ծայրամասերում, հին պուրակներում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրանց։ Եվ այնտեղ, այդ գաղտնի հանդիպումներում Հրաչյան թույլ էր տալիս իրեն լինել իրական։ Բայց գաղտնիքները Երևանում չէին մնում գաղտնիք երկար։ 1964 թվականի աշնանը, երբ Հրաչյան եւ Սիրանուշը նստած էին մի փոքրիկ սրճարանում Կոնդի թաղամասում, նրանք չնկատեցին մի մարդու, ով նստած էր անկյունում եւ կարդում էր թերթ։ Այդ մարդը չէր կարդում թերթը, նա լսում էր նրան զրույցը։ Նա էր Պակի տեղեկատու, ով հետևում էր Հրաչյային արդեն 3 տարի։ Երբ նրանք հեռացան, տեղեկատուն գրեց մանրամասն զեկույց այն մասին, թե ինչ լսեց։ Հրաչյան խոսել էր այն մասին, թե ինչպես է զգում իրեն որպես կեղծիք, ինչպես է ատում համակարգը, որը նրան դարձրել է մարիոնետ։ Նա խոսել էր այն մասին, թե ինչպես է երազում մի օր փախչել, գնալ ուրիշ երկիր, որտեղ կարող է լինել ազատ։ Այդ բառերը բավական էին։ Հաջորդ շաբաթ Սիրանուշին կանչեցին զրույցի։ Նրան ասացին շատ պարզ բաներ։ Եթե նա շարունակի տեսնվել Հրաչյա Ներսիսյանի հետ, եթե նա շարունակի լինել նրա հոգևոր աջակից, ապա նրա կարիերան կավարտվի նախքան սկսելը։ Ավելին, նրան հուշեցին, որ նրա ընտանիքը, նրա ծնողները, ովքեր ապրում էին մի փոքրիկ գյուղում, կարող են ունենալ խնդիրներ։ Սիրանուշը հասկացավ սպառնալիքը։ Նա փորձեց զգուշացնել Հրաչյային, բայց երբ նրանք հանդիպեցին վերջին անգամ, նա չկարողացավ ասել ճշմարտությունը։ Նա պարզապես ասաց, որ նրանք չեն կարող այլևս տեսնվել, որ դա վտանգավոր է երկուսի համար էլ։ Հրաչյան նայեց նրա աչքերին եւ հասկացավ, նրանք հասել էին նրան։ Այդ օրից Հրաչյա Ներսիսյանը դարձավ ավելի մեկուսացած, քան երբևէ։ Նա կորցրել էր վերջին մարդուն, ում հետ կարող էր խոսել ազատորեն, վերջին լույսը իր մութ աշխարհում։ Նա սկսեց ավելի շատ խմել, ոչ հանրային տեղերում, այլ տանը, իր աշխատասենյակում, որտեղ ոչ ոք չէր տեսնում նրան։ Արմենուհին փորձեց խոսել նրա հետ, բայց նա մերժեց նրան սառը լռությամբ։ Երեխաները, որոնք արդեն մեծացել էին եւ ունեին իրենց կյանքերը, հազվադեպ էին այցելում, եւ երբ գալիս էին, նրանք տեսնում էին միայն այն դիմակը, որը Հրաչյան դրել էր իր դեմքին։ Նա շարունակում էր խաղալ թատրոնում, շարունակում էր նկարահանվել կինոնկարներում, բայց նրա խաղում ինչ-որ բան փոխվել էր։ Ռեժիսորները նկատում էին, որ նա դարձել է ավելի մեխանիկական, ավելի հեռավոր։ Հանդիսատեսը դեռ ծափահարում էր, բայց ավելի քիչ ոգևորությամբ։ Կարծես բոլորը զդում էին, որ ինչ-որ բան կորել է, բայց ոչ ոք չէր կարող ասել ինչ։ Ինչու էր մի մարդ, ով ուներ ամեն ինչ՝ փառք, հարգանք, սեր, դառնում մի ապրող դիակ։ Ինչ էր այդքան ուժեղ, որ կարող էր կոտրել նույնիսկ ամենաուժեղ հոգին։ 1966 թվականին Հրաչյա Ներսիսյանին առաջարկեցին մի դեր, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Դա էր գլխավոր դերը մի նոր կինոնկարում, որը պատմում էր մի ազատամարտիկի մասին, ով պայքարում էր արդարության համար։ Սցենարը գրված էր հանճարեղորեն, եւ Հրաչյան, երբ կարդաց այն, զգաց ինչ-որ բան, ինչ չէր զգացել տարիներ։ Հույս։ Այս դերը կարող էր լինել նրա փրկությունը, նրա հնարավորությունը ասել այն, ինչ չէր կարող ասել իր սեփական ձայնով։ Նա ընդունեց դերը եւ սկսեց պատրաստվել ինտենսիվորեն։ Նա կարդաց ամեն տող 100 անգամ, փորձեց հասկանալ յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր հայացք։ Նա ուզում էր, որ այս դերը լիներ իր վկայությունը, իր ապստամբությունը համակարգի դեմ։
Բայց երբ սկսվեցին նկարահանումները, նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Ռեժիսորը, ով նախկինում եղել էր նրա ընկերը, դարձել էր սառը եւ հեռավոր։ Նա տալիս էր հրահանգներ, որոնք հակասում էին սցենարին, որոնք փոխում էին հերոսի բնավորությունը։ Հրաչյան փորձեց առարկել, բայց ռեժիսորը ասաց նրան մի նախադասություն, որը սառեցրեց նրա արյունը։ Հրաչյա, դու գիտես կանոնները։ Մենք չենք կարող ցույց տալ իրական ապստամբություն։ Մենք պետք է ցույց տանք վերահսկվող ապստամբություն։ Այդ պահին Հրաչյա Ներսիսյանը հասկացավ, որ նա երբեք չի լինի ազատ։ Նույնիսկ երբ նրան տալիս էին դեր, որը թվում էր ապստամբական, համակարգը գտնում էր ճանապարհ վերահսկելու այն, դարձնելու այն անվտանգ, ընտելացված։ Նա շարունակեց նկարահանումները, բայց նրա սիրտը այլևս չէր այնտեղ։ Նա խաղում էր մեխանիկորեն, անում էր այն, ինչ ասում էին նրան, եւ յուրաքանչյուր օր զգում էր, թե ինչպես է մի փոքր ավելի մեռնում ներսից։ Երբ կինոնկարը ավարտվեց եւ դուրս եկավ էկրաններին, այն ստացավ լավ գնահատականներ եւ մրցանակներ։ Հրաչյա Ներսիսյանը ստացավ եւս մի պատվոգիր, եւս մի փառք։ Բայց երբ նա նստեց կինոթատրոնում եւ դիտեց ավարտված ֆիլմը, նա տեսավ ոչ թե իր երազանքը, այլ եւս մի կեղծիք։ Նա տեսավ իրեն խաղում մի դեր, որը պետք է լիներ նրա ճիչը, բայց դարձել էր եւս մի շշուկ։ Այդ գիշեր նա գնաց տուն եւ խմեց մինչեւ գիտակցությունը դկորցնելը։ Արմենուհին գտավ նրան առավոտյան, պառկած հատակին, շրջապատված դատարկ շշերով։ Նա կանչեց բժիշկ, ով եկավ եւ ասաց, որ Հրաչյայի լյարդը վնասված է, որ եթե նա շարունակի այսպես, նա չի ապրի երկար։ Բայց Հրաչյային այլևս չէր հետաքրքրում, թե որքան կապրի։ Նրան հետաքրքրում էր միայն մի բան. ինչպես կարող է մի մարդ ապրել, երբ նրա հոգին արդեն մեռած է։ Թատրոնում սկսեցին նկատել փոփոխությունները։ Հրաչյա Ներսիսյանը, ով միշտ եղել էր պունկտուալ եւ պրոֆեսիոնալ, սկսեց ուշանալ փորձերին։ Նա սկսեց մոռանալ տեքստերը, ինչ-որ բան, որը երբեք չէր պատահել նրա հետ։ Մի անգամ 1969 թվականի դեկտեմբերին նա բարձրացավ բեբեմ ներկայացման ժամանակ եւ հանկարծ կանգ առավ կեսին։ Նա նայեց հանդիսատեսին, բացեց բերանը խոսելու, բայց ոչ մի բառ չելավ։ Նա կանգնած էր այնտեղ, լույսերի ներքո, հարյուրավոր աչքեր նայում էին նրան, եւ նա չէր կարող հիշել, թե ինչ պետք է ասեր։ Ոչ թե որովհետև մոռացել էր տեքստը, այլ որովհետև հանկարծ հասկացավ, որ այդ բառերը նրանը չէին, որ նա ամբողջ կյանքը խոսել էր ուրիշների բառերով, եւ այժմ նա չէր կարող գտնել իր սեփականները։ Վարագույրը ստիպված եղան իջեցնել։ Հանդիսատեսին ասացին, որ դերասանը հանկարծ հիվանդացել է։ Հրաչյային տարան հետևի սենյակ, որտեղ նա նստեց անկյունում եւ լացավ առաջին անգամ տասնամյակներ։ Ռեժիսորը, ով եկավ տեսնելու նրան, հարցրեց. «Ինչ է պատահել»։ Հրաչյան նայեց նրան եւ ասաց միայն մի նախադասություն. «Ես չեմ կարող այլևս»։ Այդ միջադեպից հետո Հրաչյա Ներսիսյանին տվեցին հանգստի արձակուրդ։ Պաշտոնապես դա էր բժշկական պատճառներով, բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Նա կոտրվել էր եւ համակարգը չէր գիտեր, թե ինչ անել կոտրված աստղի հետ։ Նրանք չէին կարող թույլ տալ նրան հանրային տեղերում խոսել իր իսկական զգացմունքների մասին, բայց նաեւ չէին կարող նրան պատժել, որովհետեւ նա դեռ էր ազգային հերոս։ Այսպիսով նրանք ընտրեցին երրորդ տարբերակը՝ լռությունը։ Հրաչյային թողեցին տանը, տվեցին նրան փոքր պենսիա եւ հույս, որ նա լուռ կմնա մինչեւ վերջ։ Եվ Հրաչյան մնաց լուռ։ Նա անցկացրեց հաջորդ տարիները իր տանը, հազվադեպ դուրս գալով։ Նա կարդում էր գրքեր, լսում էր երաժշտություն, նայում էր պատուհանից եւ մտածում էր իր կյանքի մասին։ Նա մտածում էր այն երիտասամերան երիտասարդի մասին, ով երազում էր փոխել աշխարհը իր արվեստով, եւ այն ծերունու մասին, ով դարձել էր համակարգի գերի։ Նա մտածում էր այն տետրի մասին, որը գրել էր տարիներ առաջ, եւ հարցնում էր իրեն. արդյոք երբևէ մարդիկ կկարողանան կարդալ այն, արդյոք երբևէ նրանք կիմանան ճշմարտությունը։ Բայց նա չգիտեր պատասխանը, եւ այդ անգիտությունն էր ամենավատ տանջանքը։ Ինչպես կարող էր մի մարդ ապրել, չգիտենալով, թե արդյոք նրա ցավը, նրա պայքարը, նրա ճշմարտությունը երբևէ կնշանակեն ինչ-որ բան։ Ինչպես կարող էր նա հաշտվել այն մտքի հետ, որ գուցե նա ապրել է ամբողջ կյանքը ընդունելի եւ ոչ ոք երբեք չի իմանա իրական Հրաչյա Ներսիսյանին։ Երբ Հրաչյա Ներսիսյանի տան պահարանը բացեցին 1998 թվականին, 37 տարի անց նրա մահից, այնտեղ գտան ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Փաստաբանը, ով ներկա էր ժառանգության բաժանման ժամանակ, հիշում է այդ պահը մինչև այսօր։ Երկաթե տուփի ներսում, փաթաթված հին թերթի մեջ, ընկած էր մի փոքրիկ ժապավեն, մագնիսաֆոնի ժապավեն, որի վրա գրված էր միայն մի ամսաթիվ՝ 1961 թվականի հունիսի 30։ Ընտանիքի անդամները նայեցին միմյանց, ոչ ոք չգիտեր, թե ինչ է այդ ժապավենը։ Երբ նրանք գտան հին մագնիսաֆոն եւ միացրին այն, սենյակում հնչեց Հրաչյա Ներսիսյանի ձայնը, բայց ոչ այն ձայնը, որը բոլորը ճանաչում էին բեմից։ Այս ձայնը դողում էր, կոտրվում էր,
լի էր ցավով եւ հուսահատությամբ։ Նա խոսում էր ուղղակիորեն, առանց դիմակների, առանց գեղարվեստական խաղի։ Նա պատմում էր այն գիշերվա մասին, երբ Պակի սպաները խլեցին նրա տետրը։ Այն գիշերվա մասին, երբ նրան սպառնացին ոչ միայն իր, այլև իր ընտանիքի կյանքով։ Նա պատմում էր, թե ինչպես նրան ստիպեցին ստորագրել փաստաթուղթ, որտեղ նա խոստանում էր երբեք չխոսել այն մասին, ինչ գրել էր, երբեք չփորձել վերականգնել այդ տեքստերը։ Եվ ամենակարևորը, նա անվանեց անունը այն մարդու, ով նրան մատնել էր, այն մարդու, ով տարիներ շարունակ եղել էր նրա ամենամոտ ընկերը թատրոնում։ Այդ անունը եղավ Վահագն Սարգսյանը, դերասան, ում հետ Հրաչյան խաղացել էր տասնյակ ներկայացումներում, ում հետ խմել էր եւ կիսվել էր իր երազանքներով։ Ինչու էր Վահագնը դավաճանել նրան։ Ինչ էր նրան խոստացել համակարգը, որ նա պատրաստ էր ոչնչացնել իր ընկերոջ կյանքը։ Եվ ամենավատագույնը, քանի հոգի էին ապրում այդ դավաճանության հետ, քանի ընկերներ էին դարձել մատնիչներ, որպեսզի փրկեն իրենց սեփական մաշկը։ Վահագն Սարգսյանը չէր սովորական դերասան։ Նա եղել էր Հրաչյա Ներսիսյանի ուսանողական ընկերը, մարդը, ում հետ նա կիսել էր վերջին հացը սովի տարիներին, մարդը, ում հետ նա երազել էր ստեղծել նոր թատրոն, որտեղ արվեստը կլիներ ազատ։ Բայց Վահագնը ուներ մի թույլ կողմ։ Նա սիրում էր փառքը ավելի շատ, քան ճշմարտությունը։ Երբ Հրաչյան սկսեց բարձրանալ դեպի աստղերը, Վահագնը մնաց երկրորդական դերերում, եւ այդ իրողությունը սկսեց ուտել նրան ներսից։ Նա տեսնում էր, թե ինչպես Հրաչյային ծափահարում են, ինչպես նրան սիրում են, ինչպես նրա անունը դառնում է լեգենդ, եւ նա զգում էր, թե ինչպես է իր սեփական անունը մոռացվում։ 1960 թվականին, երբ Վահագնին առաջարկեցին մի փոքր դեր մի կինոնկարում, որտեղ Հրաչյան խաղում էր գլխավոր հերոսին, նա հրաժարվեց։ Նա ասաց, որ հիվանդ է, բայց իրականում նա պարզապես չէր կարող տանել լինել Հրաչյայի ստվերը։ Այդ ժամանակ նրան մոտեցավ մի մարդ, ով ներկայացավ որպես մշակութային բաժնի աշխատող։ Այդ մարդը հրավիրեց նրան սուրճի եւ սկսեց խոսել այն մասին, թե որքան տաղանդավոր է Վահագնը, թե ինչպես է համակարգը գնահատում նրա աշխատանքը։ Ապա նա հարցրեց մի հարց, որը փոխեց ամեն ինչ։ Ասա ինձ, Վահագն, դու ճանաչում ես Հրաչյա Ներսիսյանին լավ։ Նա քո ընկերն է, այնպես չէ։ Դու գիտես, թե նա ինչ է անում իր ազատ ժամանակը, ինչի մասին է խոսում, երբ կարծում է, որ ոչ ոք չի լսում։ Վահագնը պետք է հրաժարվեր։ Նա պետք է վեր կենար եւ հեռանար այդ սեղանից, այդ մարդուց, այդ սպառնալիքից։ Բայց փոխարենը նա մնաց։ Նա մնաց, որովհետև այդ մարդը խոստացավ նրան ինչ-որ բան, ինչ նա ուզում էր ավելի շատ, քան ինքն իրեն, ճանաչում։ Նրան խոստացան, որ եթե նա օգնի պահպանել Հրաչյա Ներսիսյանին ճիշտ ուղու վրա, եթե նա տեղեկացնի, երբ Հրաչյան ասում է կամ անում է ինչ-որ բան, որը կարող է վտանգավոր լինել, ապա նրան կտան ավելի լավ դերեր, ավելի շատ հնարավորություններ։ Վահագնը համաձայնեց։ Նա համաձայնեց ոչ թե անմիջապես, այլ դանդաղ, քայլ առ քայլ, յուրաքանչյուր փոքր տեղեկատվություն դառնալով ավելի խորը դավաճանության մեջ։ Սկզբում դա էր անմեղ բաներ։ Հրաչյան ուշացել է փորձին, Հրաչյան վիճել է ռեժիսորի հետ։ Բայց ապա եկան ավելի լուրջ հարցերը։ Հրաչյան հանդիպում է որևէ մեկի հետ գաղտնի, Հրաչյան գրում է ինչ-որ բան, Հրաչյան խոսում է համակարգի դեմ։ Եվ Վահագնը պատասխանում էր։ Նա պատասխանում էր, որովհետև արդեն չէր կարող դադարել, որովհետև արդեն գիտեր, եթե դադարի, ապա ինքը կդառնա թիրախ։ 1961 թվականի ապրիլին, երբ Վահագնը պատահաբար լսեց Հրաչյայի զրույցը մի երիտասարդ դերասանի հետ, որտեղ Հրաչյան խոսում էր իր գաղտնի տետրի մասին, նա գիտեր, որ պետք է զեկուցի։ Եվ նա զեկուցեց։ Երբ Պակի սպաները մտան Հրաչյա Ներսիսյանի տուն այդ մայիսյան գիշերը, Վահագնը գիտեր, որ դա նրա մեղքն է։ Նա գիտեր, որ նրա բառերը հանգեցրին այդ խուզարկությանը, այդ ոչնչացմանը։ Բայց նա ոչինչ չարեց։ Նա շարունակեց ապրել իր կյանքը, շարունակեց խաղալ իր դերերը, շարունակեց ստանալ այն ճանաչումը, որը նրան խոստացել էին։ 1963 թվականին նրան տվեցին գլխավոր դերը մի կինոնկարում, եւ նա ընդունեց այն առանց վարանելու։ Նա չմտածեց այն մասին, որ այդ դերը պետք է լիներ Հրաչյայինը, որ Հրաչյան մերժվեց այդ դերից, որովհետև համակարգը այլևս չէր վստահում նրան։ Վահագնը պարզապես վայելեց իր հաջողությունը եւ փորձեց մոռանալ, թե ինչ գնով էր այն եկել։ Բայց մարդը չի կարող մոռանալ այնպիսի դավաճանություն։ Գիշերները Վահագնը տեսնում էր Հրաչյայի դեմքը իր երազներում, լսում էր նրա ձայնը, որը հարցնում էր. «Ինչու, Վահագն, ինչու դու»։ Նա սկսեց խմել, ոչ այնքան, որ ոչնչացնի իր կարիերան, բայց բավական, որպեսզի թմրացնի խղճի խայթը։ Նա սկսեց խուսափել Հրաչյայից, չնայած նրանք աշխատում էին նույն թատրոնում։ Երբ նրանք հանդիպում էին միջանցքներում, Վահագնը շտապում էր անցնել, նայելով հատակին, չկարողանալով նայել Հրաչյայի աչքերին։ Եվ Հրաչյան, ով արդեն գիտեր ճշմարտությունը, պարզապես լռում էր։ Նա չբացահայտեց Վահագնին, չպատմեց ուրիշներին, պարզապես տվեց նրան լռության նվերը։ Բայց այդ լռությունը եղավ ավելի վատ, քան ցանկացած մեղադրանք։
1969 թվականի հոկտեմբերին, երբ Հրաչյա Ներսիսյանը կանգնեց բեմում եւ չկարողացավ հիշել իր տեքստը, Վահագն Սարգսյանը նստած էր հանդիսատեսի մեջ։ Նա տեսավ, թե ինչպես է նրա նախկին ընկերը կանգնած լույսերի ներքո, կորած, կոտրված, ոչնչացված։ Եվ այդ պահին Վահագնը զգաց ինչ-որ բան, ինչ չէր զգացել տարիներ՝ ափսոս։ Ոչ ափսոս Հրաչյայի համար, այլ ափսոս իր սեփական անձի համար, այն մարդու համար, ով նա դարձել էր։ Նա հասկացավ, որ փառքը, որը նա ստացել էր, կառուցված էր իր ընկերոջ ոսկորների վրա, որ յուրաքանչյուր ծափահարություն, որը նա լսում էր, պետք է լիներ Հրաչյայինը։ Այդ գիշեր Վահագնը գնաց տուն եւ առաջին անգամ իր կյանքում գրեց ճշմարտությունը։ Նա գրեց խոստովանագիր, որտեղ նկարագրեց ամեն ինչ, ինչպես էր նա դարձել տեղեկատու, ինչպես էր նա մատնել Հրաչյային, ինչպես էր նա ապրել այդ ստով տարիներ շարունակ։ Նա գրեց, որ չի կարող այլևս ապրել այդ բեռով, որ նա ուզում է, որ ժողովուրդը իմանա ճշմարտությունը։ Բայց երբ նա ավարտեց գրելը, նա չկարողացավ այն հրապարակել։ Նա վախեցավ ոչ թե համակարգից, այլ իրենից, իր սեփական թուլությունից։ Նա թաքցրեց այդ խոստովանագիրը իր տան մի գաղտնի տեղում եւ շարունակեց ապրել իր կեղծ կյանքը։ Այդ խոստովանագիրը գտան միայն 1995 թվականին, երբ Վահագնը մահացավ սրտի կաթվածից։ Նրա որդին, ով կարդաց այն, որոշեց այն չհրապարակել, որպեսզի չապականի հոր հիշատակը։ Այսպիսով Վահագն Սարգսյանը մեռավ որպես հարգված դերասան, եւ միայն մի քանի մարդիկ գիտեին նրա իսկական դեմքը։ Բայց Հրաչյա Ներսիսյանի մագնիսաֆոնային ձայնագրությունը պատմում էր ավելին, քան պարզապես Վահագնի դավաճանության մասին։ Նա պատմում էր նաև այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այն գիշերը Պակի շենքում, երբ նրան հարցաքննեցին։ Հրաչյայի ձայնը դողում էր, երբ նա նկարագրում էր այն սենյակը, սառը, խոնավ, առանց պատուհանների, որտեղ միակ լույսը գալիս էր մի մերկ լամպից։ Նա նկարագրում էր երկու մարդկանց, ովքեր նստած էին սեղանի ետևում, նրանց դեմքերը ստվերների մեջ, նրանց ձայները հանգիստ, գրեթե քաղաքավարի։ Նրանք չբարձրացրին ձայնը, չսպառնացին ֆիզիկական բռնությամբ։ Նրանք պարզապես դրեցին նրա տետրը սեղանի վրա եւ սկսեցին կարդալ բարձրաձայն։ Նրանք կարդացին այն տողերը, որտեղ Հրաչյան գրել էր համակարգի մասին, այն տողերը, որտեղ նա խոստովանել էր իր ատելությունը, իր հուսահատությունը։ Եվ ապա նրանք հարցրին նրան մի պարզ հարց. «Դու իսկապես կարծում ես այսպես, Հրաչյա Գրիգորի»։ Հրաչյան կարող էր ժխտել։ Նա կարող էր ասել, որ դա եղել է պարզապես գրական վարժություն, որ նա չէր մտածում լուրջ այդ բառերը։ Բայց նա չարեց։ Նա նայեց այդ մարդկանց աչքերին եւ ասաց. «Այո, ես կարծում եմ այսպես։ Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք մի համակարգում, որը ոչնչացնում է արվեստագետներին, որը դարձնում է մեզ մարիոնետներ»։ Այդ պահին սենյակի մթնոլորտը փոխվեց։ Մարդիկ սեղանի ետևում նայեցին միմյանց, եւ ապա մեկը բարձրացավ եւ մոտեցավ Հրաչյային։ Նա կանգնեց նրա դիմաց եւ խոսեց այնպիսի ձայնով, որը Հրաչյան երբեք չէր մոռանա. «Հրաչյա Գրիգորի, դու ազգային հերոս ես։ Ժողովուրդը քեզ սիրում է, վստահում է քեզ։ Բայց այդ սերը եւ վստահությունը կարող են շատ արագ փոխվել, եթե նրանք իմանան, թե դու ինչ ես իրական։ Մենք գիտենք, թե որտեղ են նրանք, ինչ են անում, ինչպես կարող ենք հասնել նրանց»։ Հրաչյայի սիրտը սառեց։ Նա կարող էր տանել ցանկացած բան իր հետ, բայց ոչ իր ընտանիքի հետ։ Նա նայեց այդ մարդուն եւ ասաց. «Ինչ եք ուզում ինձնից»։ Պատասխանը եղավ պարզ. «Մենք ուզում ենք, որ դու ստորագրես մի փաստաթուղթ, որտեղ դու խոստանում ես երբեք չխոսել այն մասին, ինչ գրել ես այդ տետրում։ Մենք ուզում ենք, որ դու շարունակես լինել այն Հրաչյա Ներսիսյանը, որին ժողովուրդը սիրում է։ Եվ մենք ուզում ենք, որ դու հասկանաս, մենք միշտ դիտում ենք քեզ»։ Հրաչյան ստորագրեց այդ փաստաթուղթը։ Նա ստորագրեց, որովհետև չուներ այլ ընտրություն։ Բայց երբ նա դուրս եկավ այդ շենքից, երբ նա տեսավ արևը եւ զգաց թարմոթը, նա հասկացավ, որ ինչ-որ բան փոխվել է նրա ներսում։ Նա հասկացավ, որ այդ ստորագրությամբ նա ոչ միայն հրաժարվել է իր տետրից, այլև իր հոգուց։ Նա դարձել էր այն, ինչից ամենաշատ վախենում էր՝ համակարգի ստրուկ, մարդ, ով ապրում է վախի մեջ, ով խոսում է միայն այն, ինչ թույլատրված է։ Մագնիսաֆոնային ձայնագրությունը ավարտվում էր Հրաչյայի վերջին բառերով, որոնք կոտրում էին սիրտը։ «Ես գրում եմ այս ձայնագրությունը, որպեսզի մի օր, երբ ես այլևս չլինեմ, մարդիկ իմանան ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները իմանան, որ ես փորձեցի լինել ազատ, նույնիսկ եթե ձախողվեցի։ Ես ուզում եմ, որ ժողովուրդը հասկանա, որ այն ժպիտը, որը նրանք տեսնում էին բեմում, եղել է դիմակ, որի ետևում թաքնված էր մի կոտրված մարդ։ Եվ ես ուզում եմ, որ համակարգը, որը ինձ ոչնչացրեց, մի օր պատասխան տա իր հանցագործությունների համար»։ Երբ ձայնագրությունը ավարտվեց, սենյակում եղած բոլորը լռում էին։ Ոմանք լացում էին, ոմանք պարզապես նստած էին շոկի մեջ։ Ինչպես էր հնարավոր, որ այսքան տարիներ ոչ ոք չգիտեր այս ցավի մասին, այս դավաճանության մասին։
բայց ամենաշոկային բացահայտումը դեռ առաջ էր։ Երբ փաստաբանը շարունակեց ուսումնասիրել պահարանի բովանդակությունը, նա գտավ եւս մի փաթեթ, փակ ծրարով, որի վրա գրված էր. բացել միայն 1991 թվականից հետո։ Ծրարի ներսում էին լուսանկարներ, տասնյակ լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս Հրաչյա Ներսիսյանին տարբեր տարիներին, տարբեր տեղերում։ Բայց այս լուսանկարները չէին պաշտոնական, չէին բեմական։ Դրանք էին գաղտնի լուսանկարներ, նկարված հեռվից, առանց Հրաչյայի իմացության։ Լուսանկարներ, որտեղ նա նստած էր մենակ ծպուրակում, գլուխը ձեռքերի մեջ։ Լուսանկարներ, որտեղ նա խոսում էր Սիրանուշի հետ այդ գաղտնի սրճարանում։ Լուսանկարներ, որտեղ նա մտնում էր Պակի շենք։ Յուրաքանչյուր լուսանկարի հետևում գրված էր ամսաթիվ եւ կարճ նշում։ Դրանք էին հսկողության լուսանկարներ, ապացույց, որ Հրաչյա Ներսիսյանին հետևում էին ամեն օր, ամեն ժամ, տարիներ շարունակ։ Համակարգը չէր վստահում նրան, նույնիսկ այն բանից հետո, երբ նա ստորագրեց այդ փաստաթուղթը։ Նրանք շարունակեցին դիտել նրան, հավաքել ապացույցներ, պատրաստ լինել ցանկացած պահի ձերբակալել նրան, եթե նա փորձեր խախտել իր խոստումը։ Հրաչյան գիտեր այդ մասին։ Նա զգում էր այդ հայացքները իր վրա, զգում էր, որ նա երբեք մենակ չէ, որ նույնիսկ իր սեփական տանը նա դիտվում է։ Եվ այդ գիտակցությունը, այդ անընդհատ վախը դանդաղորեն սպանեց նրան ավելի արդյունավետ, քան ցանկացած ֆիզիկական հիվանդություն։ 1969 թվականի դեկտեմբերին, երբ Հրաչյա Ներսիսյանը վերջին անգամ բարձրացավ բեմ, նա գիտեր, որ դա կլինի նրա վերջին ներկայացումը։ Ոչ թե որովհետև նրան արգելել էին, այլ որովհետև նա այլևս չէր կարող։ Նրա մարմինը հյուծված էր տարիների խմիչքից եւ սթրեսից, նրա հոգին կոտրված դավաճանություններից եւ վախից։ Բայց ամենավատը եղավ այն, որ նա կորցրել էր իր ձայնը, ոչ ֆիզիկորեն, այլ մետաֆորիկորեն։ Նա այլևս չէր կարող գտնել այն ներքին ուժը, որը նրան թույլ էր տալիս վերածել բառերը կյանքի։ Նա կանգնում էր բեմում եւ արտասանում էր տեքստը, բայց դա էր պարզապես բառեր, առանց հոգու, առանց իմաստի։ Հանդիսատեսը զգում էր այդ դատարկությունը, եւ նրանց ծափահարությունները դառնում էին ավելի քիչ ոգևորված, ավելի քաղաքավարի։ Այդ վերջին ներկայացումից հետո Հրաչյան գնաց իր գրիմասենյակ եւ նստեց հայելու առջև։ Նա նայեց իր դեմքին, ծերացած, հոգնած, անծանոթ։ Նա փորձեց հիշել այն երիտասարդին, ով երազում էր փոխել աշխարհը իր արվեստով, բայց չկարողացավ գտնել նրան այդ դեմքում։ Այդ երիտասարդը մեռել էր տարիներ առաջ, եւ նրա տեղը մնացել էր միայն մի դատարկ թաղանթ, մի ստվեր։ Հրաչյան հանեց իր գրիմը, հագավ իր սովորական հագուստը եւ դուրս եկավ թատրոնից վերջին անգամ։ Նա քայլեց Երևանի փողոցներով, նայելով մարդկանց, ովքեր չէին ճանաչում նրան առանց գրիմի եւ կոստյումի։ Նա քայլեց եւ մտածեց այն մասին, թե ինչպես էր նա ապրել երկու կյանք, մեկը բեմում, որտեղ նա էր աստղ, եւ մեկը իրականության մեջ, որտեղ նա էր գերի։ Եվ նա հարցրեց իրեն. արդյոք արժեր այն ամենը, արդյոք փառքը, ճանաչումը, սերը արժեր այն գինը, որը նա վճաց։ Ինչ նա վճարեց։ Ինչպես կարող էր մի ազգ թույլ տալ, որ իր ամենամեծ արվեստագետները ապրեն այսպիսի դժոխքում։ Ինչպես կարող էր մի համակարգ այդքան վախենալ ճշմարտությունից, որ պատրաստ էր ոչնչացնել իր սեփական հերոսներին։ Եվ ամենակարևորը, քանի Հրաչյա Ներսիսյաններ կան դեռ, քանի արվեստագետներ ապրում են այդ նույն վախի մեջ, քանի հոգիներ են կոտրվում ամեն օր, մինչդեռ մենք ծափահարում ենք եւ չենք տեսնում նրանց ցավը։ Երբ Հրաչյա Ներսիսյանի գաղտնի տետրը վերջապես հրապարակվեց 1999 թվականին, 39 տարի անց նրա մահից, Պետական արխիվի աշխատակիցները գտան եւս մի փաստաթուղթ, որը փակ էր կարմիր կնիքով։ Այդ կնիքի վրա գրված էր մի նախադասություն, որը սառեցնում էր արյունը, չբացել մինչև բոլոր մասնակիցները չմահանան։ Երբ փաստաթուղթը բացեցին, պարզվեց, որ դա հարցաքննության արձանագրություն էր, բայց ոչ սովորական հարցաքննության։ Դա էր հոգեբանական փորձաքննության արձանագրությունը, որը կատարվել էր Հրաչյա Ներսիսյանի նկատմամբ 1961 թվականի հուլիսին, 2 ամիս անց այն սարսափելի գիշերից։ Փաստաթուղթը պարունակում էր հոգեբանի եզրակացությունը, եւ այն բառերը, որոնք գրված էին այնտեղ, բացահայտում էին ամբողջ համակարգի դաժանությունը։ Հիվանդը ցուցաբերում է խորը դեպրեսիայի նշաններ, ինքնասպանական մտքեր, հալուցինացիաներ։ Նա պնդում է, որ զգում է անընդհատ հսկողություն, որ նրա տանը տեղադրված են գաղտնի միկրոֆոններ, որ նրան հետևում են փողոցում։ Ախտորոշում, պարանոիդ սկիզոֆրենիա։ Առաջարկում, հոգեբուժական հաստատությունում բուժում։ Բայց ամենասարսափելին եղավ վերջին նախադասությունը, որը գրված էր ձեռքով, այլ թանակով։ Հիվանդը չի ենթակա հոսպիտալացման, քաղաքական նկատառումներից ելնելով։ Թող մնա տանը։ Շարունակել դիտարկումը։ Համակարգը որոշել էր, որ Հրաչյա Ներսիսյանը խելագար է, բայց նրան չէր կարելի տանել հոգեբուժարան, որովհետև դա կբացահայտեր սկանդալը։
Փոխարենը նրանք ընտրեցին ավելի դաժան տարբերակը, թողնել նրան ապրել իր խելագարության մեջ, իմանալով, որ ոչ ոք չի հավատա նրան, եթե նա փորձի պատմել ճշմարտությունը։ Ինչպես կարող էր մի մարդ ապրել իմանալով, որ նրան պաշտոնապես ճանաչել են խելագար, իմանալով, որ նրա յուրաքանչյուր բառ կդիտվի որպես հիվանդից նորք։ Ինչպես կարող էր նա պահպանել իր մտավոր առողջությունը, երբ ամբողջ համակարգը աշխատում էր ապացուցելու, որ նա կորցրել է այն։ Հրաչյա Ներսիսյանի վերջին տարիները անցան լռության և մեկուսացման մեջ։ 1969 թվականից հետո նա գրեթե երբեք չէր լքում իր տունը։ Նա անցկացնում էր օրերը իր աշխատասենյակում, շրջապատված գրքերով և հին լուսանկարներով։ Նրա կինը, Արմենուհին, փորձում էր խնամել նրան, բայց նա մերժում էր ցանկացած օգնություն։ Նա դարձել էր ստվեր, որը շարժվում էր տան միջով առանց ձայնի, առանց կյանքի։ Երեխաները, որոնք արդեն ունեին իրենց ընտանիքները, հազվադեպ էին այցելում, և երբ գալիս էին, դրանք չէին ճանաչում այն մարդուն, ով նախկինում եղել էր նրանց հայրը։ Այս մարդը չէր ժպտում, չէր խոսում։ Պարզապես նստում էր իր աթոռին և նայում էր դատարկության մեջ։ Բայց ամենասարսափելին եղավ այն, որ Հրաչյան սկսեց խոսել իր հետ։ Ոչ բարձրաձայն, այլ շշուկով, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կլսի։ Արմենուհին մի անգամ լսեց, թե ինչպես էր նա նստած իր աշխատասենյակում և ասում. «Նրանք այստեղ են, նրանք միշտ այստեղ են, նրանք լսում են ամեն ինչ, տեսնում են ամեն ինչ։ Ես չեմ կարող թաքնվել, ես չեմ կարող փախչել»։ Երբ նա մտավ սենյակ, Հրաչյանն նայեց նրան այնպիսի հայացքով, որը լի էր ահով և հուսահատությամբ։ Նա ասաց նրան. «Արմենուհի, դու պետք է իմանաս, ես երբեք չեմ եղել խելագար։ Ամեն ինչ, ինչ ես ասացի, ճիշտ էր։ Նրանք իսկապես հետևում էին ինձ, նրանք իսկապես ունեին միկրոֆոններ։ Բայց ոչ ոք չի հավատում ինձ, որովհետև նրանք ստեղծեցին այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ ես հիվանդ եմ»։ Արմենուհին չգիտեր, թե ինչ պատասխանել։ Մի մասը նրա ուզում էր հավատալ նրան, բայց մյուս մասը վախենում էր, որ գուցե նա իսկապես կորցրել է իմաստը։ 1964 թվականի գարնանը Հրաչյա Ներսիսյանը սկսեց գրել նորից։ Ոչ տետր, ոչ մագնիսաֆոնային ձայնագրություն, այլ նամակներ։ Նա գրում էր նամակներ իր երեխաներին, իր ընկերներին, նույնիսկ անծանոթ մարդկանց։ Այդ նամակներում նա պատմում էր իր պատմությունը, իր ցավը, իր ճշմարտությունը։ Նա գրում էր մանրամասն այն մասին, թե ինչպես էր համակարգը նրան ոչնչացրել, ինչպես էր Վահագն Սարգսյանը նրան մատնել, ինչպես էր ՊԱԿ-ը նրան դարձրել խելագար։ Նա գրում էր ամեն օր, երբեմն տասնյակ էջեր, կարծես փորձում էր թափել այն ամենը, ինչ կուտակվել էր նրա ներսում տասնամյակներ։ Բայց նա երբեք չուղարկեց այդ նամակները։ Նա պահում էր դրանք իր աշխատասենյակի դարակում, խնամքով դասավորված ամսաթվերի համաձայն։ Երբ Արմենուհին հարցրեց, թե ինչու չի ուղարկում դրանք, նա պատասխանեց. «Որովհետև ես գիտեմ, նրանք կհետաքննեն փոստը։ Նրանք կգտնեն այդ նամակները և կոչնչացնեն դրանք։ Բայց եթե ես պահեմ դրանք այստեղ, գուցե մի օր, երբ ես այլևս չլինեմ, ինչ-որ մեկը կգտնի դրանք և կիմանա ճշմարտությունը»։ Այդ նամակները գտան 1998 թվականին, երբ բացեցին Հրաչյայի տան վերջին գաղտնի դարակը։ Դրանք էին հարյուրներով էջեր, լի ցավով, բարկությամբ, բայց նաև հույսով, որ մի օր ճշմարտությունը կբացահայտվի, որ մի օր նրա ձայնը կլսվի։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, որ այդ նամակներից մեկում Հրաչյան նկարագրեց մի դեպք, որը տեղի ունեցավ 1964 թվականի աշնանը։ Նա գրեց, որ մի գիշեր, երբ նա մենակ էր տանը, դուռը թակեցին։ Երբ նա բացեց, այնտեղ կանգնած էր մի երիտասարդ տղամարդ, ում նա երբեք չէր տեսել։ Այդ տղամարդը ներկայացավ որպես ընկեր և ասաց, որ ունի ինչ-որ բան, որը պետք է ցույց տա Հրաչյային։ Նա հանեց իր պայուսակից մի ծրար և տվեց Հրաչյային։ Ծրարի ներսում էր Հրաչյայի գաղտնի տետրը, այն տետրը, որը խլել էին 1961 թվականին։ Հրաչյան չէր կարող հավատալ իր աչքերին։ Նա բացեց տետրը և տեսավ իր սեփական ձեռագիրը, իր սեփական բառերը։ Նա նայեց այդ երիտասարդին և հարցրեց. «Ինչպես ստացար դու սա»։ Երիտասարդը պատասխանեց. «Ես աշխատում եմ արխիվում։ Ես գտա սա պատահար և հասկացա, որ դա պետք է վերադառնա քեզ։ Բայց դու պետք է խոստանաս ինձ մի բան. երբեք չասես, որ ես եմ տվել քեզ սա։ Եթե նրանք իմանան, ես կորած եմ»։ Հրաչյան խոստացավ, և երիտասարդը հեռացավ այնպես արագ, ինչպես եկել էր։ Հրաչյան նստեց իր աշխատասենյակում և սկսեց կարդալ իր հին տետրը։ Նա կարդաց այն բառերը, որոնք գրել էր տարիներ առաջ, երբ դեռ հավատում էր, որ կարող է փոխել ինչ-որ բան։ Եվ նա լացավ։ Նա լացավ, որովհետև հասկացավ, որ այդ բառերը դեռ ճիշտ էին, որ ոչինչ չէր փոխվել, որ համակարգը դեռ նույնն էր։ Բայց ապա Հրաչյան արեց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա վերցրեց այդ տետրը և այրեց այն։
Նա այրեց այն իր աշխատասենյակի բուխարում, դիտելով թե ինչպես են էջերը դառնում մոխիր, ինչպես են նրա բառերը անհետանում հրի մեջ։ Երբ Արմենուհին մտավ սենյակ եւ տեսավ այն, ինչ նա անում էր, նա գոչեց. «Ինչ ես անում, Հրաչյա, ինչու ես այրում այդ գիրքը»։ Հրաչյան նայեց նրան եւ ասաց հանգիստ ձայնով. «Որովհետեւ ես հասկացա, որ այդ բառերը այլևս կարևոր չեն։ Համակարգը արդեն հաղթել է։ Նրանք արդեն ոչնչացրել են ինձ։ Ինչու պետք է թողնեմ այդ տետրը, որպեսզի նրանք կարողանան օգտագործել այն ին դեմ, իմ ընտանիքի դեմ։ Ավելի լավ է, որ այն անհետանա հավերժ»։ Արմենուհին փորձեց կանգնեցնել նրան, բայց արդեն ուշ էր։ Տետրը դարձել էր մոխիր, եւ այդ մոխրի հետ անհետացավ վերջին ապացույցը Հրաչյա Ներսիսյանի ապստամբության մասին։ Կամ գուցե ոչ, որովհետեւ Հրաչյան չգիտեր, որ այդ երիտասարդը, ով բերեց նրան տետրը, նախքան այն տալը արել էր լրիվ պատճենը։ Այդ պատճենը պահվեց արխիվում, թաքնված այլ փաստաթղթերի միջև, եւ այն գտան միայն 30 տարի անց։ Բայց Հրաչյան երբեք չիմացավ այդ մասին։ Նա մեռավ կարծելով, որ իր բառերը անհետացել են հավերժ։ 1965 թվականի ձմեռը եղավ Հրաչյա Ներսիսյանի վերջին ձմեռը։ Նրա առողջությունը վատթարացել էր այնքան, որ նա այլևս չէր կարող քայլել առանց օգնության։ Բժիշկները ասացին, որ նրա լյարդը գրեթե ոչնչացված է, որ նրա սիրտը թույլ է, որ նա կարող է մահանալ ցանկացած պահի։ Բայց Հրաչյան չէր վախենում մահից։ Փոխարենը նա սպասում էր նրան որպես ազատագրում։ Նա ասաց Արմենուհուն. «Երբ ես մեռնեմ, խնդրում եմ, մի լացիր ինձ համար։ Ես վերջապես կլինեմ ազատ։ Ես վերջապես կփախչեմ այս բանտից, որը կոչվում է կյանք»։ Փետրվարի 12-ին, երբ Երևանը ծածկված էր ձյունով, Հրաչյա Ներսիսյանը զարթնեց առավոտյան եւ զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա զգաց մի տարօրինակ թեթևություն, կարծես մի ծանր բեռ հանվել էր նրա կրծքից։ Նա կանչեց Արմենուհուն եւ ասաց նրան. «Ես պատրաստ եմ։ Ես գիտեմ, որ այսօր է օրը»։ Արմենուհին փորձեց կանչել բժիշկ, բայց Հրաչյան կանգնեցրեց նրան։ «Ոչ», ասաց նա, «թող ինձ գնալ խաղաղությամբ։ Ես չեմ ուզում ավելի շատ տանջանք»։ Նա պառկեց իր անկողնում եւ փակեց աչքերը։ Վերջին բառերը, որոնք նա արտասանեց, եղան. «Ներիր ինձ, Հրաչյա։ Ես գիտեմ, որ դու երբեք չես ներել, բայց ես խնդրում եմ, ներիր ինձ»։ Բայց Հրաչյան այլևս չէր կարող լսել այդ բառերը։ Նա գնացել էր այնտեղ, որտեղ վերջապես կարող էր լինել ազատ։ Տարիներ անցան եւ Հրաչյա Ներսիսյանի անունը դանդաղորեն սկսեց մոռացվել։ Նոր սերունդը չգիտեր, թե ով էր նա, ինչ էր նա արել։ Նրա կինոնկարները դեռ ցուցադրվում էին երբեմն հեռուստատեսությամբ, բայց ավելի քիչ եւ ավելի քիչ։ Նրա անունը հիշատակվում էր երբեմն թատերական պատմության դասերում, բայց որպես մի անուն ցանկում, ոչ թե որպես ապրող մարդ։ Համակարգը, որը նրան ոչնչացրեց, հաջողությամբ ջնջեց նաեւ նրա հիշատակը։ Բայց ապա եկավ 1991 թվականը, եւ ամեն ինչ փոխվեց։ Խորհրդային միությունը փլուզվեց, եւ նրա հետ փլուզվեցին նաեւ այն գաղտնիքները, որոնք այդքան երկար պահվել էին։ Արխիվները բացվեցին, եւ մարդիկ սկսեցին գտնել այն փաստաթղթերը, որոնք պատմում էին ճշմարտությունը։ Հրաչյա Ներսիսյանի տետրը, նրա մագնիսաֆոնային ձայնագրությունը, նրա նամակները, ամեն ինչ հրապարակվեց։ Եվ հանկարծ ամբողջ ազգը իմացավ այն ցավի մասին, որը ապրել էր նրանց ազգային հերոսը։ Մարդիկ լացում էին կարդալով նրա բառերը։ Նրանք զայրանում էին իմանալով, թե ինչպես էր համակարգը նրան դավաճանել։ Եվ նրանք հարցնում էին իրենց. քանի ուրիշ Հրաչյա Ներսիսյաններ կան։ Քանի ուրիշ պատմություններ դեռ թաքնված են այդ արխիվներում։ Բայց ամենակարևոր հարցը մնաց անպատասխան։ Վահագն Սարգսյանը, մարդը, ով մատնել էր Հրաչյային, մահացել էր 1995 թվականին, 6 տարի առաջ արխիվների բացումից։ Նա մեռավ որպես հարգված դերասան, եւ նրա թաղմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ։ Նրա որդին, ով գտավ հոր խոստովանագիրը, որոշեց այն երբեք չհրապարակել։ Նա ասաց. «Ինչու պետք է ես ապականեմ իմ հոր հիշատակը։ Նա արդեն մեռած է, նա արդեն վճարել է իր գինը»։ Բայց արդյոք նա վճարել էր։ Արդյոք բավական է մեռնել խաղաղությամբ, երբ դու ոչնչացրել ես մեկ ուրիշի կյանքը։ Արդյոք արդարությունը պահանջում է, որ ճշմարտությունը բացահայտվի, նույնիսկ եթե դա վնասում է անմեռ մարդկանց։ Այս հարցերը դեռ վիճարկվում են Հայաստանում, եւ ոչ ոք չունի վերջնական պատասխանը։ Բայց մի բան հստակ է. Հրաչյա Ներսիսյանի պատմությունը չի ավարտվել նրա մահով։ Նրա պատմությունը շարունակվում է ամեն անգամ, երբ մի արվեստագետ ստիպված է ընտրել իր արվեստի եւ իր անվտանգության միջև։ Ամեն անգամ, երբ մի համակարգ փորձում է լռեցնել ճշմարտությունը, ամեն անգամ, երբ մի մարդ ապրում է դիմակի ետևում, վախենալով ցույց տալ իր իսկական դեմքը։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք կարող եք տեսնել Հրաչյա Ներսիսյանի արձանը, կանգնած հպարտությամբ նայելով հորիզոնին։
Այդ արձանը տեղադրվեց 1998 թվականին, երբ նրա պատմությունը վերջապես հրապարակվեց։ Բայց եթե դուք ուշադիր նայեք այդ արձանի դեմքին, դուք կտեսնեք ոչ թե ժպիտ, այլ տխուր հայացք։ Հայացք, որը կարծես հարցնում է. արդյոք արժեր այն ամենը։ Եվ գուցե այդ հարցը է ամենակարևորը, որը մենք պետք է տանք մեզ։ Արդյոք փառքը, ճանաչումը, սերը արժեն այն գինը, որը մենք վճարում ենք մեր հոգու համար։ Արդյոք մենք պատրաստ ենք ապրել որպես կեղծիքներ, միայն որպեսզի պահպանենք մեր տեղը հասարակության մեջ։ Թե մենք պատրաստ ենք պայքարել ճշմարտության համար, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ։ Հրաչյա Ներսիսյանը փորձեց պայքարել, եւ նա կորցրեց։ Բայց նրա պարտությունը դարձավ մեր դաս, մեր զգուշացում, մեր հույս, որ մի օր մենք կստեղծենք աշխարհ, որտեղ արվեստագետները կարող են լինել ազատ, որտեղ ճշմարտությունը չի պետք թաքցնել, որտեղ մարդիկ կարող են ապրել առանց դիմակների։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Հրաչյա Ներսիսյանին։ Եղավ նա համակարգի զոհը, թե ինքն էր մեղավոր իր ճակատագրի համար, որովհետև չկարողացավ լինել ավելի ուժեղ, ավելի համարձակ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք հիշում են նրան ձեր քաղաքում, արդյոք նրա պատմությունը դպրոցներում դասավանդվում է, արդյոք նոր սերունդը գիտի, թե ինչ գնով եկավ այն ազատությունը, որը մենք այսօր ունենք։ Սեղմեք հավանել, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ բացահայտվի, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Եվ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր ապրեցին, տառապեցին եւ մարտնչեցին, որպեսզի մենք կարողանանք ապրել ավելի լավ աշխարհում։ Հիշեք, յուրաքանչյուր մեծ արվեստագետի ետևում կա մի մարդ, ով ուներ երազանքներ, վախեր, ցավեր։ Եվ երբ մենք ծափահարում ենք բեմում, մենք պետք է հիշենք նաեւ այն գինը, որը նրանք վճարեցին, որպեսզի մեզ ուրախացնեն։